Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 8-ն է, շտապ շատ կարևոր հաղորդում անենք, ճիշտ է արդեն քանի ժամ է հայտնի է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև հրադադար է հաստատվել 2 շաբաթով, բայց այստեղ բայցերը շատ մեծ են, ես կփորձեմ շատ արագ ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում, որպեսզի հասկանանք ով է հաղթել, ով է պարտվել, սակայն կարևոր է այստեղ նշել, որ սա առաջին տպավորություններն են, սա առաջին պատկերացումն է մեր բոլոր հայտարարություններից հետո։ Անպայման բաժանորդագրվեք, շատ կարևոր հաղորդում է լինելու, լայքեք եւ մեկնաբանեք այս մեր հաղորդումը։ Սկսենք նրանից, որ երեք Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսեց գործողություն, որը որ իրանցիներին ստիպեց գնալ որոշ զիջումների։ Բայց փաստը նաև այն է, որ 10 կետանոց առաջարկը Իրանի ներկայացրած առաջարկը Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունեցին որպես հիմք այս 2 շաբաթների համար, որի վրա արդեն կարելի է անցկացնել բանակցությունները։ Սակայն նախքան դա, ինչպես արդեն նշեցի, կարևոր է անպայման այս մասին խոսել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեց Խարբ կղզում, որտեղ որ գտնվում է Իրանի ամենախոշոր նավթարդյունաբերական գործարանը։ Դրանց բացի այլ նավթաքիմիական գործարանների եւս Իրանում հարվածներ հասցրեց։ Այսինքն արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչև այդ ժամկետի ավարտը, որը որ Թրամփը ասում էր քաղաքակրթության ավարտ է լինելու, այդ ժամկետի ավարտից հետո, ասեց ես չեմ ուզում որ նման բան լինի, բայց դա կլինի, փաստացի արդեն որոշ գործողություններ սկսվել էին։ Ես խոսում եմ մեր նախորդ հաղորդման մեջ այդ մասին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթն էլ հրաման տվել, որ մենք սկսում ենք արդեն գործողություններ, որպեսզի Իրանը շուտ հասկանա եւ գնա գործարքի։ Եվ ամենայն հավանականությամբ այդ մեթոդը աշխատեց, քանի որ երկու ռմբակոծիչները նույնպես արդեն օդ էին բարձրացել եւ պատրաստվում էին հարվածներ հասցնել Իրանին, երբ որ մենք արդեն լսեցինք ուշ գիշերը մոտ 2 ժամ առաջ, մինչև որ լրանում էր Թրամփի այդ վերջնագիրը, այն մասին, որ Պակիստանի միջնորդությամբ դադարեցվում է այս պատերազմը 2 շաբաթով հրադադար։ Չնայած որ Իրանը հրաժարվում էր հրադադարից։ Սա էլ շատ կարևոր է նշել։ Մենք կետարկետ կխոսենք այդ մասին։ Կարևոր է կարծում եմ նաև նշել հենց սկզբում այն, որ Պակիստանի վարչապետը եւ իրենց ֆելդմարշալը փաստացի խնդրեցին եւ մեծ դերակատարություն ունեցան, որ Թրամփը փոխի իր որոշումը։ Թրամփին ձեռնտու էր ամենայն հավանականությամբ, ես նաև նմանեցնում եմ այս ամենը ինչ որ մի խաղի հետ, հնարավոր է այդպես էլ լինի, եղած լինի ավելի ճիշտ, պայմանավորված լինեին նրանք Պակիստանի եւ Իրանի հետ, եւ այդ խնդրանքը դրա համար հայտնվեց համացանցում, եւ Թրամփն էլ ասում է, որ Պակիստանից եղավ խնդրանք, դրա համար գործարքի գնաց Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց Թրամփը մի քիչ անց արդեն ասում է, որ սա մեծ օր է համաշխարհային խաղաղության համար, Իրանը ցանկանում էր, որ սա տեղի ունենար, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն Հորմուզի նեղուցի երթևեկության ավելացմանը։ Իսկ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը։ Թրամփի խոսքերով կլինեն բազմաթիվ դրական գործողություններ, սա կարող է լինել Մերձավոր Արևելքի ոսկե դարը։ Թրամփի հայտարարությունների վրա հիմնվելը շատ անշնորհակալ գործ է, քանի որ մեկ այլ բան է ասում, մեկ ուրիշ բան է ասում, խճճում է լրիվ բոլորին, ոչ ոք չի կարող հենվել իր հայտարարությունների վրա եւ կառուցել որևիցե վերլուծություն։ Բայց մենք փաստերով փորձենք հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն այս 10 կետերը, որոնք որ Իրանը ներկայացրել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներին 2 օր առաջ, Թրամփը ակնարկեց, որ ճիշտ դրանք անընդունելի են, բայց փոփոխություն կա, հասկացրեց, որ այդ 10 կետերի վրա կարելի է աշխատել։ Մենք այդ ժամանակ խոսեցինք ձեզ հետ, սիրելի հայրենակիցներ։ Մաքսիմալիստական շատ սուր պահանջներից Իրանը կարծես թե հրաժարվում էր, բայց հիմնական պահանջներից Իրանը չէր հրաժարվում։
Իրանը պահանջում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ամբողջ աշխարհը հանեն պատժամիջոցները Իրանի նկատմամբ, դադարեցնեն պատերազմը նաև իրենց պրոքսիների նկատմամբ, այսինքն Իսրայելը դադարեցին նաև պատերազմը Հեզբոլլահի նկատմամբ Լիբանանում, սա էլ շատ կարևոր հարց է, դրա մասին էլ կխոսենք, եւ դրանից բացի Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ինքը պահանջում էր $2 միլիոն, ճիշտ է, նաև կիսելու էր մեկ այլ երկրի հետ Պարսից ծոցի, բայց փաստային է, որ ինքը պահանջում էր, որ անցումի համար Իրանին փող հատկացնեն եւ նա դա պարզաբանում էր նաև նրանով, որ Իրանը պետք է վերակառուցվի այս պատերազմից հետո։ Այսինքն կային բազմաթիվ պայմաններ, այնտեղ կային կետեր ուրանի հարստացման վերաբերյալ, բայց ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, որ Իրանը ատոմային զենք չի ստեղծի, նման ինչ որ կետեր, կրկնեմ, Իրանի ներկայացրած կետերն են։ Եվ դրանից բացի Իրանը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում հրադադար, իրենք ուղղակի պահանջում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդհանրապես դադարեցնեն ռազմական գործողությունները եւ երաշխիք տան, որ այդ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Փաստացի Իրանը մենք կարող ենք փաստել, որ հրաժարվեց նրանից, որ հրադադար լինի։ Այսինքն ամբողջովին պատերազմը, որ ավարտվել է, մենք հիմա այս պահի դրությամբ չենք կարող 100%-ով փաստել։ Խոսքը կոնկրետ 2 շաբաթների մասին է, չնայած բոլորը խոսում են հիմա այն մասին, նույնիսկ Թրամփը, որ պատերազմը ավարտվել է։ Սակայն փաստային է, որ 2 շաբաթվա մեջ պետք է լուրջ բանակցություններ տեղի ունենան, որպեսզի այդ պատերազմը չվերսկսվի եւ այդ 10 կետերը ավելի կոնկրետանան։ Այսինքն Իրանը արդեն հրաժարվեց իր նախապայմանից, որ հրադադարը իրեն չի բավարարի։ Սա մեկ։ Հաջորդը կոնկրետ վերաբերվում է Հորմուզի նեղուցին, եւ ես նոր ասացի, որ Թրամփը ասում է, որ Հորմուզի նեղուցը Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնեն, որպեսզի այնտեղով երթևեկությունը ավելանա։ Այսինքն հստակ ակնարկա է, հիմա հստակ շատերն են խոսում այն մասին, որ Հորմուզի նեղուցը վերահսկելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ համատեղ։ Մենք դեռ պետք է ավելի լավ հասկանանք, թե իրականում ինչպես դա կստացվի, ով է ստում, ով չի ստում, բայց այստեղ էլ երևում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս կետի մեջ լուրջ փոփոխություն են մտցրել։ Մնացած կետերի մասով դժվար է միանշանակ խոսել, փաստ է նաև այն, որ Իսրայելը միանում է այս հրադադարին, Նետանյահուն հայտարարել է, բայց նույն ժամանակ նա շտապեց հայտարարել, որ չի ընդունում Իրանի պրոքսիների դեմ պատերազմի դադարեցումը եւ իրենք կշարունակեն հարվածներ հասցնել Հեզբոլլահին Լիբանանում։ Այսինքն արդեն իսկ գործարքը սկսվում է լուրջ խախտված կետով, քանի որ այդ կետը դուրս չէր եկել, այդ 10 կետերի միջից այդ կետը Իրանը չէր հանել եւ Իրանը հիմա էլ է հայտարարում, որ իրենց պրոքսի ուժերի նկատմամբ որևիցե ռազմական գործողություն չպետք է շարունակվի, այն միանգամից պետք է դադարեցվի, բայց մենք տեսնում ենք, որ Իսրայելը չի դադարեցնելու։ Ամենայն դեպս վարչապետի մակարդակով այս պահին հստակ հայտարարում է, որ իրենք շարունակելու են ռազմական գործողությունները ընդդեմ Հեզբոլլահի։ Դրանից բացի շատ կարևոր մեկ նյուանս էլ կա Հորմուզի նեղուցի մասով, Պակիստանը կոչ է անում իրենց իրանցի եղբայրերին անպայման բացել, շատ արագ բացել Հորմուզի նեղուցը։ Այսինքն հիմքում այս պայմանավորվածությունների հիմքում Հորմուզի նեղուցն է։ Եվ մենք որպեսզի լավ ավելի հասկանանք կատարվածը, Թրամփը ինչու է հարված հասցնելու Իրանին, ասում էր քաղաքակրթությունը ձեր կվերացնենք, ձեր էներգետիկ համակարգը, այ հենց Հորմուզի նեղուցն էր պատճառ դրա։ Այսինքն, քանի որ Իրանը փակ էր պայում Հորմուզի նեղուցը, իրենք պատրաստում էին ահա այդպիսի հարված հասցնել Իրանին։ Եվ տրամաբանական չի լինի, հեչ տրամաբանական չի լինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ կետից հրաժարվեին։ Ես կարծում եմ, որ սա արդեն ավելի կարևոր կետ էր դարձել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, քան ուրանի հարստացումը ատոմային ծրագիրը կամ գոնե թե հավասար, բայց կարծում եմ նաև ավելի կարևոր, քանի որ
այս անգամ գոնե թե Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Իսրայելը լավ հնարավորություն ունեցան շատ լուրջ հարվածներ հասցնելու Իրանի ատոմային ծրագրին։ Մի քանի օրվա պատերազմ չէր, մոտ ամիս ու կես տևած 40 օր տևած պատերազմ էր եւ մի քանի անգամ շատ ավելի շատ հարված են հասցրել, անհամեմատ շատ, քան նախորդ ռազմական գործողությունների ընթացքում։ Կարևոր է նշել, որ ամբողջ աշխարհից ասենք ճնշում երևի ճիշտ կլինի, չնայած Թրամփի նկատմամբ ճնշումները մի փոքր անարդյունավետ են, բայց ամբողջ աշխարհից ճնշում էր գործադրվում նաև Դոնալդ Թրամփի վրա գնալ խաղաղության եւ այդպիսի հարված չհասցնել Իրանին։ Նույնիսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ով համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցը, բայց Իրանի մասով ինքը իր ծրագրերը եւ պատկերացումները ունի, Էրդողանը շատ կոշտ հետաքրքիր հայտարարությամբ էր հանդես եկել նախքան դա, ասելով, որ Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացմանը, բայց նույն ժամանակ Թուրքիան սխալ է համարում Իրանի դիրքորոշումը տարածաշրջանային երկրների նկատմամբ։ Այսինքն Թուրքիան հստակ դեմ էր դուրս եկել Թրամփին եւ ասում էր, որ այդպիսի հարված չհասցնեք։ Որպեսզի բոլորը ավելի լավ հասկանան, այդպիսի հարված չհասցնելու մասին, երբ որ մենք խոսում ենք, խոսքը միջուկային զենքի մասին չէ, երեկել այդ հարցը բավականին երկար շահարկվեց, Սպիտակ տունը պարզաբանեց, որ մենք միջուկային զենք չենք պատրաստվում կիրառել, ուղղակի բոլոր էներգետիկ համակարգերը կոչնչանային, իսկ եթե նման բան տեղի ունենար, դա արդեն ինքնին մեծ աղետի կվերածվեր։ Հիմա հասկանանք, թե ով է հաղթել, ով պարտվել այս պատերազմում։ Եթե մենք տեսնենք, թե ինչ լրահոսներ են գալիս, ինչ հայտարարություններ են արվում Իրանից, ապա մեր պատկերացումը կլինի այնպես, թե Իրանը լիակատար հաղթանակ է տարել, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ռազմաբազաները դուրս է բերելու տարածաշրջանից, Հորմուզի նեղուցը լիարժեք վերահսկելու է Իրանը, իրենց պրոքսի ուժերը անձեռնամխելի են դարձել, այսինքն Իրանը լրիվ հաղթանակ է տարել, ապացուցելով Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին, որ իրենց ռազմական ուժերը լավագույնն են եւ մեծ առավելություն ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի նկատմամբ։ Սա ուղղակի անհեթեթություն է, բայց փաստը այն է, նույն ժամանակ փաստը այն է, որ Իրանը շատ լուրջ եւ գրաքետ ուժեղ դիմադրություն կարողացավ ցուցաբերել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ Իսրայելին։ Սա փաստ է։ Կարող է շատերը ցանկանան վիճել, բայց շատ դժվար կլինի յուրաքանչյուր մեկին այս հարցում վիճել, քանի որ Իրանը մեծ հաշվով մինչև վերջ այդ ամենավտանգավոր պահը չգնաց շատ մեծ զիջումների։ Երևի ամենամեծ զիջումը եղավ այն, որ ինքը համաձայնվեց բացել Հորմուզի նեղուցը։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները մեծ հաշվով իրենց ռազմական գործողությունները օդից ավարտել էին։ Սա էլ պետք է մենք փաստենք։ Բայց շատ կարևոր է այստեղ նշել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պատերազմը մղեցին հանուն Իսրայելի համար, իսրայելական շահերի համար, եւ իմ պատկերացմամբ այնուամենայնիվ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց շահերի առումով ուժածի դերում դուրս եկան, չեմ ասում պարտավորացի, քանի որ հստակ է մեկ բան, 100%-ով կարող եմ ասել, որ սա պարտություն չի կարելի ընդունել, Ամերիկայի Միացյալ Նահանգների պարտություն չէ սա, բայց լիարժեք հաղթանակ էլ չէ։ Հիմա տեսնենք, թե Հորմուզի նեղուցի շուրջ ինչպիսի դեպքեր կծավալվեն, ավելի լավ պատկերացում կկազմենք այս բանակցություններից, թե ինչ տեղի ունեցավ, եթե Թրամփն էլ է սկսելու վերահսկել Հորմուզի նեղուցը, նստելու է Հորմուզի նեղուցի վրա, ինչպես որ ինքը ասում էր, ճիշտ է իր անվամբ դժվար թե Հորմուզի նեղուցը լինի, ապա սա շատ բան է փոխելու, բայց եթե Իրանը շարունակելու է իրենը պնդել եւ պահանջել նաեւ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հեռացնի իրենց ռազմաբազաները, կոմպենսացիա է պահանջելու ռազմական գործողությունների համար, դա արդեն լրիվ այլ սցենար է գծելու, նաեւ պետք է մենք հասկանանք այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումը եւ մոտեցումները։ Մեկ բան նաեւ փաստ է արդեն, որ Դոնալդ Թրամփը շատ էր հոգնել
Եվ շատ էր ուզում, ցանկանում էր դուրս գալ այս ռազմական գործողություններից եւ հնար էր փնտրում, ոչ մի ձև չէր կարողանում գտնել եւ կարծես թե հիմա այդ հնարավորությունը առաջացավ։ Դրա համար չի ուզենա վերսկսել պատերազմը, եթե Հորմուզի նեղուցը բաց մնա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այնտեղ ներկայություն ունենան։ Եվ վերջում, ըստ Washington Post-ի, Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը Թրամփին միշտ կեղծ տեղեկություններ էր տրամադրում, որ ռազմական գործողությունները շատ հաջող են ընթանում, շատ ավելի հաջող, քան կար իրականում։ Ըստ այդմ նրա զեկույցները չափազանց լավատեսական էին, եւ դրանք կարող էին մոլորեցնել նախագահ Թրամփին։ Ասեմ, որ արդեն մի քանի օր է խոսվում այն մասին, որ Փիթ Հեքսեթը պետք է հեռացվի պաշտպանության նախարարի պաշտոնից։ Եթե դա էլ տեղի ունենա, սա կնշանակի այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ հաղթանակ չտարան այս պատերազմում, կրկնեմ, պարտություն չի կարի Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց հաղթանակել չի տարել, այսինքն այն հարցերը, որոնք որ իր արժեվ դարել էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրանց մի մասն է ընդհանրապես կարողացել կատարել։ Այսինքն ռեժիմը այդ մնում է, ռեժիմը բավականին ագրեսիվ է, չնայած Թրամփը հայտարարում է, որ ռեժիմը փոխվել է, սրանք ավելի լավ են փորձում խոսել, ավելի մեղմ են, բայց մենք տեսնում ենք, որ ռեժիմի փոփոխություն տեղի չունեցավ եւ գլխավոր խնդիրը Թրամփի գլխավոր խնդիրը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դարձավ Հորմուզի նեղուցը։ Հիմա դրա համար էլ սերելի հայրենակիցներ պետք է սպասենք եւ ավելի լավ հասկանանք, թե ինչ է տեղի ունենում։ Ես կարող եմ ասել, որ կփորձենք մի փոքր անց պատրաստել նաեւ մեր երկրորդ հաղորդումը, քանի որ հիմա այնպիսի իրարանցում է համաշխարհային մեդիա դաշտում, որ ամեն ինչ պղտորվել է, ճարերը պղտորեն, դժվար է հասկանալ որն է ճիշտ, որն է սուտ, կեղծիքը տարանջատել իրականությունից, դրա համար մի փոքր ժամանակ է պետք, մի փոքր ինձ էլ մի փոքր թույլ տվեք, հավաքեմ բոլոր հնարավոր տեղեկատվությունները իրար հետ եւ մի քիչ էլ նոր հայտարարությունների սպասենք, նոր զարգացումների սպասենք եւ միասին ավելի մանրամասն վերլուծենք, թե ինչ էր սա։ Բայց ահա այս կանը, այս պայդրությամբ կարծում եմ մեզ համար բավարար է, որ հասկանանք այն, որ ամենակալխավոր պահանջներից մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգների վերաբերում էր Հորմուզի նեղուցին եւ կարծես թե այն իրականություն կդառնա, արդեն իրանական կողմից էլ հայտարարություն կա։ Աբբաս Արաքչին հայտարարությամբ է հանդես եկել, ես մոռացա ասեմ, կարծես թե Հորմուզի նեղուցը պետք է բացվի, ասում է կարող է թեթև տեխնիկական որոշ նավերի համար խոչընդոտներ լինեն, բայց դա էլ կհարթվի արագի մեջ։ Տեսնենք, հետևենք իրադարձությունների զարգացման։ Հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։